Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106.5 եթերում փոքր միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի հեղինակային Հարկեր Թուրքեր գրքեր հաղորդաշարն է։ Ես Հակոբ Ավագյանն եմ, ՓՄԶ ասոցիացիայի նախագահ։ Այսօր շատ պատվարժան հյուր ունենք, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ողջույն պարոն Պողոսյան։ Ողջույն։ Պարոն Պողոսյանը, ասում եմ, հենց այն հյուրն է, որը մեր հաղորդման ձևաչափի այսպես ասած պատասխանատու պաշտոնյան է, ինչու, որովհետև տարիներ շարունակ պարոն Պողոսյանը հենց զբաղվում է մեր երկրի հարկային քաղաքականության, այսպես ասած մշակման, վերլուծմամբ եւ այլն։ Ճիշտ եմ, չէ՞, պարոն Պողոսյան։ Այո, պարոն, այդպես։ Ու շատ հաճելի է, որ պարոն Պողոսյանի հետ նաեւ մենք տարբեր ձևաչափերով եւ ծանոթացել ենք ընդհանրապես վեճերով, այսօր ուզում ենք հիշենք եւ ֆոնից ենք իրար ճանաչում, էլի ՓՄԶ խնդիրներ ու հարկային խնդիրներ, ու նաեւ պարոն Պողոսյանը մասնակից է եղել 2016 թվականին, երբ որ առաջին անգամ Հայաստանում ներդրվեց միասնական հարկային օրենսգիրքը այդ աշխատանքների մշակմանը, եւ այսպես շարունակ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն, սիրով եմ այստեղ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Պողոսյան, մեր հաղորդումը որպես կանոն նաև օգտագործում ենք որպես խողովակ իրազեկում իրականացնելու համար, հիմնականում էլի չկրկնվեմ մեր փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, ինչը սպասվում, ինչ ունենք, այդ ձևաչափով։ Ձեր թույլտվությամբ մի քիչ, ասում եմ, մի քայլ հետ գնամ, բայց քանի որ օրեր առաջ կառավարությունում ընդունվեց տնտեսական քաղաքականությունների համար կարևոր փաստաթուղթ վերջապես, որովհետև տարբեր առիթներով եւս հարթակով եւ տարբեր քննարկումների ժամանակ մեր կողմից գիշեք անդադ ասում է, որ եթե օրինակ չկա ընդհանուր երկրի տնտեսական զարգացման տեսլականը, ապա ինչպես է գրվում օրինակ առանձին ռազմավարություններ եւ ինչու, ասենք եւ նույն կերպ ինչպես է փոփոխության ենթարկվում բիզնեսի ամենակարևոր կանոնագրքերից մեկը հարկային օրենսգիրքը, հա։ Հիմա վերջապես ընդունվեց այդ դրա անունը Հայաստանի տնտեսական դոկտրին Հայաստան 2050, հա։ Ես մեր հաղորդումից առաջ փորձեցի տենց նայել փաստաթուղթը, ինքը բնական է, դե հասկանում եմ դոկտրինը անդե շատ տենց մանրամասն գործողությունների ծրագրեր չկա, բայց գոնե ինչ որ ուղղություններ է տրվում, որը ինչպես կլինի։ 5 կետ է, նախ լավ է որ այն առաջի մասում ճիշտ է մի քիչ մեղմ, բայց գրված է այն խնդիրները, որոնք տնտեսական աճը, որոնք կա, ասենք միջինում 10 քանի տոկոս, այս վերջի տարիների միջին ասված թիվներ գրված, բայց գոնե ներկայացումը թե տնտեսական աճի որակը ինչն է, հա, երբ որ տարբեր առիթներով եղել են պաշտոնյաներ, որ ասում են այդ ամբողջը մեր ջանքերի շնորհիվ է, օրինակ այդտեղ անդրադարձ կա, որ դա արտաքին եղած իրավիճակների, ասենք բանի ռուս-ուկրաինական պատերազմի եւ այլնի հետևանքով օրինակ մենք ունեցել ենք հակառակ էֆեկտ, ակտիվություն եւ այլն, հա։ Այսինքն այդ մասերը գոնե ներկայացված է ու այդ 5 սկզբունքը, որոնցից մեկը դե կրթություն, խաղաղություն, սեփականության իրավունք, կայուն երկարաժամկետ զարգացման կանխատեսելիություն, դատական համակարգ, ձեռնարկատիրական ազատություն, հավասար պայմաններ, որի մեջ հենց հարկայինն է։ Նախ միջև հարկայինին գնալը կուզենամ ձեր կարծիքը լսել, որովհետև այնուամենայնիվ այդ տնտեսական դոկտրինի մեջ օրինակ ին կարծիքով տենց ես որ փնտրում եի տենց այսպես ասած սուվերենության կտոր չկար, տնտեսական սուվերենության, օրինակ տեղական արտադրանքի մասով։ Այնտեղ կար պարանային անվտանգության անդրադարձ, բայց էլի ասում եմ կարող է իմ ուզածի չափ չէր դրա համար բան չի անում, բայց այնուամենայնիվ օրինակ չկար դա։ Այո, այնտեղ ինչ որ բառեր կան, իհարկե, ասենք խաղաղություն, բոլորի ականջին այդ խաղաղությունը տենց դրական բան, ասում ենք հա շատ լավ խաղաղություն, բայց ակնհայտ է, որ մեր բնակչության, մեր հայրենակիցների մեծ մասը թե էմոցիոնալ, թե ուզենք թե չուզենք, հա, այսինքն մենք եթե վերցնենք, ասենք ամենս ունենք այդտեղ կորցրած հարազատներ, մեր երեխեք եւ այլն, հա, ասենք այդտեղ այդ խաղաղության դոկտրինում, երբ որ ասվում է, որ հարևաններ, դա բնական է, տենց դեռևս անկատար թվացող բաներ է երևում ու իմ կարծիքով նաեւ տենց տնտեսական հիմնավորված էլ չի, հա։ Եվ ասում եմ ամենակարևորը, որ այս ձեռնարկատիրական ազատություն հավասար պայմանների մեջ հարկային համակարգի նկարագրման մեջ
էլի շատ ուրախ եմ, որ ճիշտ է մեղմեր գրված, բայց գրված էր, որ բազմաթիվ փոփոխություններ իրականացվել է առանց խորը վերլուծության, որը կհիշեք մեր տարբեր առիթներով, երբ որ ասում ենք ազդեցության գնահատում անենք, նոր փոփոխություն անենք, այդ մասը կար։ Հիմա ձեր կարծիքը նախ է սրան ու դրանից բխող ձեր կտորը։ Շնորհակալություն, պարոն Ավագյան։ Մի քիչ տենց երկար եղավ, բայց համար նախաբաններ, փորձեմ ձեր ներածական խոսքում ընդգծված բոլոր թեմաներին անդրադառնալ։ Այո, տարեսկզբին կառավարությունը ընդունեց տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, որը իրապես շատ կարևոր փաստաթուղթ է այն իմաստով, որ ուղենիշային եւ ռազմավարական հենք է ձևավորում մնացյալ քաղաքականությունների եւ մնացյալ ռազմավարությունների համար։ Գիտեք, որ նախատեսվում են նաեւ այլ ռազմավարությունների ընդունում, այդ թվում կրթական, տնտեսական, հայեցակարգային մակարդակում հարկային քաղաքականության եւ շատ կարեւոր է, որ այս բոլոր ռազմավարական փաստաթղթերն ու քաղաքականությունները լինեն փոխկապակցված։ Կներեք, պարոն Պողոսյան, իսկ ընդունվածները, ասենք օրինակ ունենք տեքստիլ, արտահանում եւ այլն, ես կարծում եմ ընդունվածներում էլ, այո, կարող են լինել ընդհանրած ճշգրտումներ, համապատասխանեցումներ, որովհետեւ ի վերջո բոլոր այդ ռազմավարությունները ունեն շատ ընդհանուր նպատակ, այն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել մրցունակ ապրելու, ստեղծագործելու, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու գրավիչ միջավայր եւ շատ կարեւոր է, որպեսզի այդ քաղաքականությունները լինեն մեկտեղված եւ փոխլրացնող։ Այս իմաստով կարծում եմ առաջիկայում կարևոր աշխատանք է սպասվում կառավարությանը, այն իմաստով, որ կընդունվեն նոր ռազմավարություններ, կընդունվեն դրանց կիրառությունն ապահովող միջոցառումների ծրագրեր, ընդ որում ինչն է շատ կարևոր, որ այդ բոլոր միջոցառումները նախատեսվում է, որ կլինեն կատարողականության հենքի վրա, այսինքն չափելի, գնահատելի, որպեսզի առաջընթացը նախ հստակ մշտադիտարկման ենթարկվի, ընդ որում տեխնոլոգիական լուծումներով, որովհետև մենք նախորդ տարիներին շատ ենք ունեցել ռազմավարական փաստաթղթեր, բայց օրինակ այդ դրվագը մշտադիտարկման, հետահայաց վերլուծության, առաջընթացի գնահատման հաճախ բացակայել է։ Այս առումով իհարկե կառավարության միջոցառումների ծրագրում նույնպես եղել է այդ մշտադիտարկման բաղադրիչը, բայց հիմա բոլորովին նոր մակարդակ է տեղափոխվում այս ամենը։ Ինչ վերաբերում է տնտեսական սուվերենությանը, որին դուք անդրադարձաք, գիտեք, ես կարծում եմ, որ առհասարակ ժամանակակից աշխարհում տնտեսական սուվերենությանը որոշակի վերապահումով կամ հարաբերականորեն պետք է մոտենալ, հատկապես երբ խոսքը փոքր, բաց տնտեսությունների մասին է, ինչպիսին մեր տնտեսությունն է, հատկապես արագ փոփոխվող աշխարհաքաղաքական այս տնտեսական համակարգերի փոփոխության միջավայրում, հատկապես այն պարագայում, երբ մենք մաս ենք կազմում տնտեսական միությունների եւ հավակնություններ ունենք այլ ինտեգրացիոն գործընթացներում ակտիվ դերակատարության, ինչու եմ սա ընդգծում, որովհետեւ հայտ ներկայացնելով ինտեգրվելու այս միություններին աշխարհին առհասարակ լինելու տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն, ակամայից պետք է նաև ընդունել այլ գործընկեր պետությունների այլ միջավայրերի խաղի կանոնները, որոնք ուզենք թե ոչ ազդեցություն ունեն նաև մեզ վրա, մեր տնտեսության վրա։ Եվ այստեղ ես կցանկանայի տնտեսական սուվերենության ձևակերպման ներքո առնվազն ընդունել այն տեսակետը, որ նույն դոկտրինում մենք խոսում ենք օրինակ արտահանման պոտենցիալը ընդլայնելու մասին, բարդ ապրանքներ արտադրելու մեր կարողությունները զարգացնելու մասին, տեխնոլոգիական երկիր դառնալու մեր հայտը իրացնելու մասին եւ ինչ է այս ամենը, եթե ոչ ձգտում այդ սուվերենությանը, որպեսզի մենք հնարավորինս լինենք դիմակայուն արտաքին շոկերին, որպեսզի մենք որպես տնտեսություն լինենք պահանջված
տարածաշրջանում, աշխարհում եւ հետաքրքրություն ներկայացնենք աշխարհի համար։ Շատ լավ, շնորհակալ եմ, ես տենց փորձեցի քիչ ընդհատել, ամենայն դեպս ընդհանրը մեկ անգամ, բայց չեմ ուզում տենց շատ կենտրոնանանք այս փաստաթղթի վրա, որտեվ ձեր ներկայությունը ուզում եմ ավելի շատ օգտագործենք ու հնարավորությունը օգտագործենք հենց հարկային ոլորտի, բայց համաձայն լինելով, այսինքն դուք մասամբ համաձայնվեցիք, որ այո, դա կարևոր է, բայց այլ կերպ, այսինքն 21-րդ դարում ու հիմա բանավանդ վերջերս փոխվել է այդ սուվերենության, ձեր ասածով էլի, փոխվել է ավելի մի փոքր ուրիշ է ու մեր երկիրը իր ձևով ինքնատիպ է, ես այդ անդադ ասում եմ, երբ որ օրինակ տարբեր ձևաչափերով կամ ռազմավարություններով ասում են benchmark երկրներ, մենք ցավոք սրտի չունենք նույնիսկ benchmark երկիր, այդ ձեր ասած նույն մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, բայց օրինակ ԵԱՏՄ հարևան չունենք, հա, այսինքն այդպես մեր ձևով մենք շատ տարբեր ենք ու այստեղ դեստանդարտ լուծումներ են պետք էլի, բայց այնուամենայնիվ պարոն Պողոսյանն էլի, այդտեղ սուվերենությունը ես ի նկատի ունեմ հենց այդ ամենապարզագույն բաները, էլի, ես վերջերս մի հատ այլ ծրագրով վերլուծության ենք մասնակցում, որտեղ ընդամենը մի հատ թշնամասի օրինակ վերլուծություններ արվում, որը երևի թե աչքներով տնկած կլինի տենց ցուցանիշները, չեմ ասում այդ մեկին 3 հարաբերություն է, այսինքն 3 անգամ ավելի շատ ներմուծում ենք, քան արտադրում ենք, էլի, հա։ Սա ընդամենը մի օրինակ է, էլի, չեմ բնական է, որ ասենք այդտեղ սպառումը կա, չէ, երբ որ մենք ուզում ենք օրինակ լինենք գոնե ինքնաբավ, հա, պետք է ինչ-որ ձև բոլոր քաղաքականություններում, այդ թվում հիմա որ կամ ձեր մոտ, ասենք հարկային քաղաքականությունում, ինչ-որ բան տարբերվի։ Բնական է, այս իմ հարցի հասցեատերը դուք չեք, կամ կային նախարարությունն է, մանավանդ հաշվի առնելով, որ գյուղատնտեսության նախարարությունն էլ դե ֆակտո հիմա կամ կային նախարարության կազմում է գործում, բայց ասած դա որ այդ դոկտրինում այդպիսի մեսեջինգ չկար, այդ ամենաառաջինն է, էլի, որ ինձ բան արել, որ համաձայն եմ այդ տեխնոլոգիաներ, AI-ի մասին խոսք կար, բան դրանք տենց սախ, ոնց ասեմ, տենց թվում է տրիվիալ բաներ է, որ այսօրվա մեր աշխարհում, հա, դրանք պետքա լինեն, բայց ուտել պետքա ժողովուրդը ուտի, այսինքն իր նվազագույն բաները, անկախությունը, նաև դա Էսա իմ ասած էլի, եթե կուզեք այս մասով տենց չեմ ուզում բազապես այդտեղ շատ խանենք, բայց իհարկե կլսեմ ձեզ ու անցնենք ժամանակը տնտեսենք հարկային քաղաքականության անդրադառնալու համար լրիվ հասկանալով էլի եմ ասում, որ այս հարցերի ավելի շատ պատասխանատուն ոչ թե կտորնա, բայց դուք այդտեղ մասնակցում կարևոր հարցեր են եւ ֆինանսների նախարարությունն էլ բնականաբար իր մանդատի շրջանակներում ներգրաված է այդ տեսակ քննարկումների. Այստեղ ես կարծում եմ կրկին առնվազն երկու քաղաքականություններ են խաչվում, մեկը տնտեսական կամ արդյունավետության, մյուսը պարենային անվտանգության կամ գյուղատնտեսության այս համատեքստի առնվազն եւ ես ճիշտ ասած այդքան էլ համաձայն չեմ, որ այս տեսակ հարցերի անդրադարձ չկա դոկտրինում, գուցե ուղղակի անդրադարձ որպես այդպեսին կարող է չլինել, բայց ընդհանուր ուղերձը, ընդհանուր համատեքստն այն է, որ բնականաբար կարևորելով պարենային անվտանգությունը, շատ կարևորում է նաև տնտեսական արդյունավետությունը, այսինքն եթե տնտեսությունը, եթե երկիրը կարող է օրինակ միկրոսխեմաներ արտահանել, որը բարդ արտադրանք է, որը ավելացված արժեքի մեծ մասնաբաժին պարունակող արտադրանք է եւ փոխարենը ներմուծել օրինակ որոշակի պարենային ապրանքներ, որոնք ավելի պարզ ապրանքներ են համարվում, բնականաբար սա էլ մոդել է իհարկե առաջնահերթորեն կարևորելով պարենային անվտանգությունը, որովհետեւ այստեղ ինքնաբավության հարց կա, այսինքն որ պահին որ գնահատվեց արկա է ռիսկ առ այն, որ աշխարհը նույն մեր միկրոսխեմաները կարող է չգնել կամ գնելու պարագայում աշխարհը կարող է մեծ թշնամից չվաճառել, բնականաբար պետք է առաջնահերթորեն թշնամսի նվազագույն քանակության ապահովման խնդիրը լուծել երկրի ներսում։ Եվ ես կարծում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունը իդեմս գյուղատնտեսության համար պատասխանատուների այս հարցերը, այս տեսակ հարցերը բնականաբար իրենց տեսադաշտում են պահում, բայց միտքս այն էր, որ մենք մեր վաղվա տնտեսությունը պատկերացնում ենք հարևանների, առհասարակ աշխարհի, մեր միության անդամակից պետությունների հետ ավելի համագործակցային այն տրամաբանությամբ, որ եթե մենք մի բան կարող ենք ավելի լավ անել, մենք դա անենք, դրա արդյունքը վաճառենք, եթե մեր գործընկեր պետությունները կարող են մեզ
վաճառել այլ ապրանքներ, ինչու որ կարելի է նաև եւ այս առևտրային կապերի ակտիվացումն է նաև երաշխավորում այդ ընդհանուր համակեցությունը լինի դա տարածաշրջանից դուրս թե առհասարակ։ Տեսնենք, ասում ես ձեր լավատեսությունը չունեմ հարևանների մասով առնվազն բանով ոնց ասեմ գլոբալ առումով ձեր ասածին չեմ ընդդիմանում, իսկ եթե այտենց կտրվենք Հայաստանից եւ այլն այտենց պարզապես նստենք տնտեսական կանոններով, ինչ ասում եք, ասում եմ, այո, ճիշտ է։ Երբ որ հետ եմ գալիս նայում եմ ովքեր են մեր հարևանները, որ մեր հայրենակիցներին մոտավորապես մի տարի սոված պահեցին իրենց պատմական հայրենիքում, ստիպեցին որ տեղահանվեն, փառք Աստծո որ ցեղասպանություն չեղավ մեր աչքի առաջ եւ այլն, այդ իմաստով ասում եմ, բայց չեմ ուզում այդ դաշտ մտնեմ, էլի օգտագործելով են որ մենք այսօր կարող ենք ձեր հետ խոսել ավելի շատ հարկային իմաստով, բայց ասածս այն է որ ձեր լավատեսությունը ես չունեմ, բայց դա ձեր իրավունքն է, սա էլ իմ իրավունքն է, ու տեղ մի քիչ դժվար է պատկերացնել։ Այնուամենայնիվ կփորձենք այս տնտեսական դոկտրինի մասով տնտեսական զարգացման պատասխանատուների հետ ավելի խորը քննարկում ունենալ, վերադառնանք հարկային օրենսգիրքին։ Անդրադարձ կա, որ հարկային օրենսգիրքը մեկնարկել է բառացի ոնց որ գրված է։ Հարկային օրենսգիրքի հաստատել բարձրացված մրցունակ եւ մեկնարկել է օրենսգիրքի աշխատանքները հաստատել բարձրացված մրցունակ եւ երկարաժամկետ գործող համակարգ, հա։ Հիմա այս ամեն բառը ինձ թվում է բանը արժանի է քննարկման եւ այն ձեր խոսքում էլ որ ասցիք այս անգամ այնպես է լինելու որ դա չափելի լինի դրան էլ անդրադառնանք էլի ոնց է օրինակ չափվելու նոր փոփոխությունները կամ ընդհանրապես հիմա խոսույթում կա որ ընդհանրապես նոր հարկային օրենսգիր կա լինելու մի որ ժամանակ առաջ այս տաղավարում մենք հյուրընկալել ենք մեր հարգարժան պարոն Չիլինգարանին այդ հարցը մենք քննարկեցինք օրինակ ինքը կարծիք հայտնեց որ եղած հարկային օրենսգիրքը իր սկզբունքների ու բանի իմաստով ինքը վատը չի ինչու փոխել ու ամբողջը նորը գրել էլի կարող է ինչ-որ բաներ պետքա բայց ասածս այնա որ ի նկատի ուներ որ մեծ աշխատանք արված է որի հետ ես համաձայն եմ իրականում 16 թվականին անկախ նրանից որ այդ ժամանակ շատ հարցեր կար որ մենք տարբեր կարծիքներ բայց իրականում այդ հավաքել միասնական բան անելը ինքը մեծ աշխատանք էր ու սկզբունքային իմաստով այն որ դեկլարատիվ որ գրված է նույն այս բառերը կա այնտեղ ավելի քիչ փոփոխվող եւ այլն ուրիշ հարց է որ ես մի պահ հաշվել եմ 2018-ից մինչեւ 25-ի ամռանը 140-ից ավել փոփոխություն է ենթարկվել հարկային օրենսգիրքը բնական է դրա մեջ կան տեխնիկական փոփոխություններ բայց կան բաներ որոնք ցնցումներ են հիմա ձեր մոտեցումները խնդրում եմ հնչեցնեք թե որպես գերատեսչություն թե որպես ձեր անձնական ինչ է լինելու հարկային օրենսգիրքը ամբողջական 0-ից գրվելու է թե ոչ եթե այո թե ոչ ապա ինչն է փոխվելու Շնորհակալություն պարոն Ավագյան նախ անկեղծորեն ուրախ եմ որ Հայաստանի Հանրապետության առաջին հարկային օրենսգիրքի ընդունումը ոլորտի մասնագետների եւ հատկապես պարոն Չիլինգարանի նման հարգարժան մասնագետների կողմից գնահատվում է որպես կարևոր աշխատանք իրապես տիտանական աշխատանք է կատարվել որովհետեւ մինչ այդ ունեինք տարբեր օրենքների կիրառությունն ապահովող ենթահորձրական ակտեր այո պաշտոնական պարզաբանումներ այսինքն ծրված կարգավորումներ որտեղ նույն երևույթի մասին խոսում էինք տարբեր եզրույթներով տարբեր ձևակերպումներով հետեւաբար բազմաթիվ հակասություններ էին արկա անորոշություններ եւ աշխատանքային խմբին հաջողվեց այդ ամենը մեկտեղել մեկ համակարգային փաստաթղթում եւ անկեղծորեն որպես առաջին օրենսգիրք ես նույնպես կարծում եմ որ այդ փորձը հաջողված է իհարկե պետք է առաջ նայել եւ արագ փոփոխվող այս միջավայրում մշտապես հարկային օրենսդրությունը լինի դա առանձին օրենսգիրք թե առանձին դրվագներ համապատասխանեցնել ժամանակի պահանջներին Դուք հարցրեցիք քննարկումների ընթացքի մասին այո այդպես է այդ արդեն մի հատ եթե կարճ կանոնակ նորն է լինել ոնց է որոշել ամբողջ հարցի պատասխանը կախված է հենց այն հայեցակարգային քննարկումներից, որի փուլում հիմա մենք գտնվում ենք։ Հիմա մենք փորձում ենք հարկային քաղաքականությունը առանձին մասերի բաժանելով հայեցակարգային գիծ փիլիսոփայական քննարկումներով ստանալ մեզ հուզող այն հարցերի պատասխանները, որոնք հիմնականում այն մասին են, թե
ինչպիսի օրենսդրություն ենք ուզում ունենալ, ինչպիսի քաղաքականություն ենք ուզում ունենալ, տնտեսության որ ճյուղը սպասարկող, որ առաջնահերթությունները սպասարկող, ավելի շատ սպառումն ենք ուզում հարկել, թե արտադրությունը, պասիվ եկամուտների մասով ինչ լուծումներ ենք առաջարկում, գույքի արժեքի հավելաճի մասով ինչ լուծումներ ենք առաջարկում, առհասարակ եկամուտների առանձին խմբեր ունեցող հասարակությանը հարկման ինչպիսի մոդել ենք առաջարկում։ Այս բոլոր հարցերը կորպորատիվ հարկի մոդելն է շատ կարևոր, աքսիզային հարկի համակարգը որպես գուցե այլ քաղաքականության հետ խաչվող տվյալ դեպքում առողջապահական քաղաքականության հետ խաչվող դրվագ գնահատելու համար արդյոք այն համարժեք է առողջ ապրելակերպի կամ վնասակար սպառումը առնվազն չխրախուսելու կամ սահմանափակելու մեր նպատակադրումներին թե ոչ։ Եվ այս բոլոր քաղաքականությունների մեկտեղմամբ կայացվող որոշումների ծավալը գնահատելով արդեն պարզ կլինի, թե որ ճանապարհն է ավելի նպատակահարմար ունենալ այսպես կոչված 0-ից նոր հարկային օրենսգիրք, թե այդուհանդերձ փոփոխությունների ծավալը կարող է վերջում պարզվել, որ այդքան շատ չէ եւ գուցե պետք է եղած օրենսգրքում գնալ փոփոխությունների, որովհետև ինչ խոսք նոր հարկային օրենսգիրք ընդունելը եւ կիրառության մեջ դնելը կարող է ընկալվել եւ դրական եւ նաեւ որոշակիորեն այդ ներդրումը կարող է գոնե անցումային փուլում լրացուցիչ անհարմարություն պատճառել հարկ վճարողներին, որովհետև հարմարվելու շրջան է պետք, նոր ջանք է պետք գործադրել, որպեսզի նոր օրենսգիրքը հնարավոր լինի հեշտությամբ կիրառել, բայց նպատակն այն է, որպեսզի մեր հարկային օրենսդրությունը, մեր հարկային քաղաքականությունը լինի առաջնահերթորեն ավելի կայուն եւ ավելի պարզ ու հասկանալի։ Կայուն լինելու համար հենց այս օրերին, գուցե հենց այս պահին գործընկերներս աշխատում են միջազգային փորձագետների հետ, որոնք մեր հրավերով են Երևանում, եւ փորձում ենք միջազգային լավագույն լուծումներին համահունչ ներդնել այսպես կոչված tax bill-ի համակարգ։ Սա մի շատ հետաքրքիր համակարգ է, որի շրջանակներում սոցիալական կոնտրակտ է կազմվում մի դեպքում կառավարության եւ ազգային ժողովի, մեկ այլ դեպքում կառավարության, ազգային ժողովի եւ հարկ վճարողների, այդ թվում հասարակության, բիզնեսի հետ, այն իմաստով, որ հարկային քաղաքականության փոփոխությունները հիմնականում կատարվում են տարեկան մեկ անգամ, այսինքն այն փոփոխությունները, որոնք ենթադրում են հարկային բեռի բարձրացում կամ իջեցում կամ համակարգային փոփոխություններ։ Եվ դա կներեք այդ կոնտեքստ, այսինքն դա ներդրվելու է նոր փոփոխությունների հետ, այդ կանոնը, թե այո, մտադիր ենք դա ներդնել նոր փոփոխություններին զուգահեռ, դրանով հանձն առնելով հարկային քաղաքականության էական փոփոխությունները կատարել ոչ հաճախ քան տարին մեկ անգամ, իսկ եթե ավելի այսպես հավակնոտ նպատակ ձևակերպենք, մտադիր ենք գալ մի հանգրվանի, երբ որ հարկային քաղաքականության առաջիկա փուլին կհաջորդի մի տևական շրջան, երբ ընդհանրապես հարկային քաղաքականության փոփոխություններ չեն լինելու։ Այստեղ ասում եմ պետք է հիմա հարցերը ստամ Պողոսյան։ Նախ են ձեր առաջիկա տորը մենք ինքներս որպես ՓՄԶ ասոցիացիա ֆինանսների նախարարինքից այդ եկամուտների բարեփոխման ամբողջանում հիշում խորհրդում հիշում եմ որ անցած տարի ասվեց որ սկզբունքներ եւ այլն մենք մեր կողմից մեր առաջարկները տվել ենք նույն բնականաբար ավելի շատ փոքր բիզնեսին վերաբերվող ինչքանով հասկացա ձեր ասացիից որ հիմա որոշում դեռևս չկա ամբողջական վերջնական ամբողջական նոր օրենսգիրք թե փոփոխումա որովհետև կախված նաև հասարակական կազմակերպություններից եկող կարծիքներից, ձեր վերլուծություններից պետքա տեսնեք կարիք կա ամբողջ փաստաթուղթը 0-ից գրելու, թե փոխելու։ Այսպես ձևակերպեմ, պարոն Ավագյան, մենք հակված ենք նոր հարկային օրենսգրքի տարբերակին, բայց բնականաբար մենք կլսենք շատ ուշադիր կլսենք բոլոր մասնագիտական հասարակական կառույցների, ձեռնարկատիրական միությունների, հարկ վճարողների, այդ թվում եկամուտների քաղաքականության ընդլայնված խորհրդի մեր անդամների կարծիքը եւ այդ ամենի համատեղմամբ կկայացվի այդ որոշումը։ Շատ լավ։
այդ որոշման մոտած ուզում եմ մի քիչ տենց բաներ անենք, համառոտագրեր, որ մեր ռադիոլսողների համար այդ որոշման, այսպես ասած, վերջնաժամկետը երբ կունենաք այդ որոշումը։ Ամբողջնափոխվելու թե գնահատում եմ, որ մինչև փետրվար ամսվա ավարտը այդ որոշումը առնվազն այդ ժամանակ արդեն կհայտարարվի, որ ճանապարհը եւ կլինի արդեն հարկային քաղաքականության փոփոխությունների հայեցակարգի նախագիծը, որը կրկին մասնակցային քննարկման բոլոր հնարավոր հարթակներով կանցնի եւ հաստատվելու պարագայում այն կդառնա ուղենիշային, ընդ որում ինչն է կարեւոր այստեղ, պարոն Ավագյան, որ մենք այդ հարկային քաղաքականության փոփոխությունները պատկերացնում ենք բյուջետային գործընթացի հետ սինխրոն։ Եվ սոցիալական կոնտրակտ ասելով ի նկատի ունեմ հատկապես այն հանգամանքը, երբ քաղաքականության պատասխանատուները, տվյալ դեպքում շատ հաճախ իդեմս ֆինանսների նախարարության, կստանան առաջարկ այն մասին, որ այս տեսակի հարկային քաղաքականության փոփոխությունը, որը ենթադրում է այս ծավալի լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրում, որը կարող է ծախսվել այս հանրային խնդիրը, այս հանրային բարիքը եւ հակառակը կարող ենք օրինակ դիցուկ չբացառելով, որ կարող ենք հրաժարվել որոշակի ծավալի հարկային եկամուտներից, իհարկե այնքանով, որքանով ֆիսկալ տարածքը մեր թույլ կտա, բայց հարգելի հասարակություն, դա կնշանակի, որ այս հարցը տրամաբանություն դնում եք, եթե պայմանական ասենք, որ ոչ թե պայմանական, տենց եք աշնանը բերում եք բյուջե հաստատեք մյուս տարվա համար, դրան զուգահեռ բերվում է հարկային փոփոխությունները, որը սպասարկելու է նաև այն սպասարկելու է կամ բեռալինելու այդ բյուջեի վրա, այսինքն ինքը ասելու է բյուջեից ես այսքան փող եմ վերցնում, այս ռեֆորմա անեմ կամ հակառակ այս ռեֆորմա անում եմ, այսքան փող ավելացնեմ։ Դա հասկանալի է, շատ լավ է։ Դրա վատ կողմերը էլի որ ասցի հիմա հարցերս տամ։ Այսօրվա հարկային օրենսգրքում էլի գիտեք բան Պողոսյան, կա այդ բաները, որ ոչ ուշ կամ 6 ամիս հետո, ոչ հաճախ, այսինքն այդ բառերը կա։ Դրա երաշխավորները, կներեք, դուք չեք, էլի, դրա երաշխավորները քաղաքական որոշում կայացնողներն են, որոնք երբեմն ասում են, չէ, հիմա շատ պետք է, շատ արագ սա արեք, կամ օրինակ նույն ինչ որ բանից ելնելով այդ նույն ձեր ասած բյուջեի պակասուրդ լրացնելու բան, որը էլի գալիս է քաղաքական որոշումներից, որ օրինակ քաղաքական թիմը որոշում է, որ պետք է, չգիտեմ, այսքան կրթական համալիր սարքի, այսքան խոսք է տվել, քաղաքական խոսք դումա տվել, հետապետվում ասում է, ինձ փող տուր, ֆիննախ, չէ, որ իրականացնեմ։ Ես կարող է շատ պրիմիտիվ բանով եմ ասում։ Ֆիննախն էլ ասում է, դե որ ինձ այնպես այսքան փող ես ուզում, որ ես այս սպասարկեմ, ես պետք է այս ռեֆորմները անեմ, որ ավելի շատ հարկային եկամուտ ունենամ։ Պարզ մոդելն եմ ասում, էլ ուտեղ դրա համար եմ ասում, կախված է քաղաքական որոշումներ կայացնողներից։ Այսինքն կար այսօրվա գրվածում, իսկ ինչու է հաճախ լինում, հիմա վաղը գրեցիք ավելի սիրուն, ավելի կոշտ, այ ոնց է լինելու են հակակշիռը, որը ձեր ասածը պահպանվի։ Ու մեկ էլ մի կարևոր բան, պարոն Պողոսյան, համաձայն եմ գոնե տարին մեկ անգամ ու բոլոր, ասենք, մասնագիտական համայնքը բան գոնե իմանա, որ ապրիլ ամսին օրենք չի ընդունվել, ոնց որ անցած տարի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնի, հենց հաշվապաներին վերաբերվողը ապրիլին նախագահան ստորագրեց, հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ։ Այսինքն այդ ուժի մեջ մտնելու ժամկետը էլի որն է, ոնց է այդքան փորձ ունենալով նաև ձեզ եմ էլի ուզում, այսպես ասած ոնց ասեմ, երաշխավորել, որ ձեր խոստումը կատարվի, որտեվ քաղաքական դուք բաների թիմերի անդամ չեք, դուք մասնագետ եք, ասեք եկավ ուրիշ թիմ կամ մնաց նույն թիմը ու որոշեց, չէ, այնուամենայնիվ փոխում ենք։ Իրականում երաշխիք էլի ոնց եք տնելու։ Բառերով ասում եմ, կարծես թե ված չի այսօր էլա գրած, էլի։ Իրականում ուժի մեջ մտնելը եւ այդ մի տարվա պայմանը պահելը։ Հասկանալի է։ Իրականում ես ինձ չեմ առանձնացնում քաղաքական որոշումներ կայացնողների թիմից, որովհետև անկեղծորեն քաղաքական որոշումները ինչպես են կայացվում, դրանք չեն կայացվում հայեցողաբար կամ ըստ ճաշակի կամ ըստ այսպես կոնյունկտուրայի, դրանք սպասարկվում են, այսինքն դրանց հիմքում ընկած են վերլուծություններ, դատողություններ, փաստեր եւ անկեղծորեն եմ ձեզ վստահեցնում, որ հատկապես զգայուն քաղաքականություններին առնչվող որոշումները, այնպիսին ինչպիսին հարկային քաղաքականությունն է եւ բազմաշահառու քաղաքականություն է սա, այսինքն ազդակիր այդ քաղաքականության ազդեցություն կրողները շատ են։ Այս տեսակ բոլոր որոշումները կայացվում են փաստահեն ձևով։ Ես սա ձեզ վստահեցնում եմ, այսինքն անգամ պարզ որոշմանը իհարկե դուք հաճախ արդարացիորեն ասում եք
կարգավորման ազդեցության գնահատական որպես այդպիսին հաճախ մեր ուզած ձևով, մեր ուզած որակով դեռևս չկա եւ մենք սա ընդունում ենք ու աշխատում ենք այս համակարգի զարգացման ուղղությամբ, բայց այդուհանդերձ վերլուծությունների, ուսումնասիրությունների տարբեր այլընտրանքային որոշումներից լավագույնի ընտրության փուլ է նախորդում ցանկացած քաղաքական որոշման ընդունման։ Բայց վերադառնալով 6-ամսյա ժամանակահատվածին մենք եւ այդ ձեր ասած որ խոստանալու եք որ տարի մեկը մենք ամեն ինչ անելու ենք նախ որ այդ 6-ամսյա ժամանակահատվածը պահենք։ Իհարկե նույն մեր փորձագետները մեզ ակնարկում են այն մասին որ օրինակ աշխարհի անգամ զարգացած հարկման համակարգեր ունեցող երկրներից շատերում չկա այդպիսի կանոն կամ շատ ավելի կարճ է եւ ակնարկը երևի ենթադրում է որ մենք մտածենք օրինակ այդ կանոնը վերանայելու մասին որ կարողանանք հենց բյուջեի հետ զուգահեռ օրինակ հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին հարկային քաղաքականության փոփոխություններ կատարել, բայց դա մեզ չի գոհացնում այդ տարբերակը եւ մենք բացի բյուջեից ունենք նաեւ միջնաժամկետ ծախսային ծրագիր, միջնաժամկետ մակրոտնտեսական շրջանակ եւ օրինակ մենք ավելի շատ պատկերացնում ենք այս փաստաթղթի շրջանակներում կամ այս փաստաթղթի նկարագրած տիրույթում հարկային քաղաքականության փոփոխությունները կատարել օրինակ մայիս ամսին եւ կիրառել հաջորդ տարվա հունվարի 1-ից որպեսզի ունենանք ավելի քան 6-ամսյա ժամանակահատված։ Ոնց է կանել որտեվ էլի եմ կրկնում այս պահին ունեք այդ գրել։ Մենք ունենք եւ երբեւե դա չի խախտվել։ Եթե հիշում եք, եթե հիմա ավելի մասնագիտորեն խոսենք, որովհետեւ դուք նաեւ հարկային օրենսդրության լավ մասնագետ եք, մենք երկու դեպքի համար ունենք այդ 6-ամսյա ժամանակահատվածը։ Առաջին հարկի դուրիքաչափի բարձրացում, երկրորդ նոր հարկի սահմանում։ Իրավական առումով այս երկու դեպքերն են, այսինքն մյուս դրվագը, որին դուք անդրադարձաք, օրինակ մասնագիտական ծառայությունները շրջանառության հարկի համակարգից բացառելուն, սա ոչ հարկի դուրիքաչափի բարձրացում էր ենթադրում, ոչ եղած գիտեմ, ասմատեղ մանիպուլյացիա կա, հարկային ռեժիմի փոփոխություններ, բայց իդեպ այստեղ էլ պետք է ազնիվ լինենք, գուցե ամեն ինչ կատարվեց այն ամսաթվերով, որ ամսաթվերը դուք նշեցիք, բայց մենք առնվազն 1.5 տարի առաջ հայտարարել էինք, որ մասնագիտական ծառայությունները պետք է դուրս բերվեն շրջանառության հարկի համակարգից ավելին, դա պետք է արվեր տարեսկզբին, հունվարի 1-ից, բայց ընդառաջ գնալով նորից գործարար շրջանակներին դա արվեց տարվա կեսից։ Այսինքն կանխատեսելիության, տեղեկացվածության եւ պատրաստ լինելու համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու հարցերը ըստ էության կարգավորված էին։ Պարոն Պողոսյան, էլի ուզում եմ ավելի շատ ինֆորմացիա ձեզանից օգտագործելով եթերը լրացնել, դրա համար չեմ մտնում այն բաների հետ, բայց գիտեք, այդտեղ ես իմ կարծիքը ունեմ ու այդտեղ չեմ ուզում հիմա բան անենք, վիճեմ դրա շուրջ, բայց այո, ասմաթղթերով սա նորմալ էր, ոչ դրույքաչափ էր փոխվել, վերադառնում եմ էլի իմ հարցին ավելի կոնկրետ, էլի, այսինքն այսօրվա գործող հարկային օրենսգրքում այդ ձեր ասած դրույթները առնվազն կարող ուրիշ ոնց ասեմ ձևակերպմամբ նշված է, այսինքն այդ որ վատթարացնող նորմերը 6 ամսից շուտ չմտնեն եւ այդ հաճախ չփոխ։ Հիմա դուք ձեր գլխում այսքան փորձել ունեք, էլի, ես այն քաղաքական մասը որ ասացի, նկատի չունեի որ դուք կողմ եք, դեմ եք, այդ դաշտել չեմ մտնում, դա մի դիրույթում չի, էլի։ Նկատնում որ ուզեք թե չուզեք, որոշակի բաներ կան, որոնք դուրս է գալիս քաղաքական ծրագրերի եւ խոստումներից եւ որը բեռ է լինում բյուջեի վրա կամ հակառակը օգնում է բյուջեն ավելի լավը լինելու։ Հիմա դրա մի կտորը, չեմ ասում բոլոր դարդի լուծումը հարկային օրենսգիրքն է, բայց դրա մի կտորը, կարևոր կտորը հենց հարկային կանոններն է սահմանում, էլի։ Դուք ոնց եք անելու այդ որ այդ ամեն ինչը չկրկնվի այն ինչ որ կա, էլի, ինչ որ նոր լուծում ունեք, որ արգելի նույնիսկ քաղաքական խոստում տվողին է տենց խոստում։ Նախ եկեք արձանագրենք, որ այն ինչ որ ունենք, նշածս երկու դեպքերը, դրանք դուք համարում եք որ պահպանվում են։ Այլ հարց է, որ ինչ խոսք կարող են լինել վատ թարացնող կամ այսպես կոչված բայց հաճախակի փոփոխությունը գոնե ընդունում եք որ եղել է։ Հաճախակի փոփոխությունը իհարկե եղել է եւ մենք այդ պրակտիկան չենք խրախուսում։ Իդեպ եթե ընդ որում դոկտրինում էլ կա։ Փորձեմ արդեն գերատեսչական դիրքը պաշտպանելով, եթե օրինակ վիճակագրորեն փորձենք դիտարկել թե ֆինանսների նախարարությունը ինչ հաճախականությամբ է հարկային քաղաքականության փոփոխություններ նախաձեռնում, դրանք այդքան էլ հաճախ չեն։ Իդեպ հարկային օրենսգրքում կատարվող այդ մեծածավալ փոփոխություններից
երևի շատ փոքր մասն է, որ քաղաքականության փոփոխություններ է ենթադրում։ Մենք ունենք օրենքներ, որտեղ տեխնիկական ինչ-որ շտկումներ են կատարում, եւ այստեղ էլ մենք լուծում ունենք, մենք պատկերացնում ենք, որ ոչ թե ամեն մի փոքրիկ տեխնիկական շտկման համար պետք է գնանք ազգային ժողով, մեր պատգամավորների ռեսուրսը օգտագործենք, կառավարության գործընկեր մարմինների ռեսուրսը օգտագործենք, այլ ներդնենք մի պրակտիկա, երբ հավաքագրվում են այդ խնդիրները, այդ թվում գործարար շրջանակներից, առանձին մասնագետներից եւ որոշակի կազմակերպված գործընթացով կրկին տարեկան 1 կամ 2 անգամ, գուցե նույն հարկային քաղաքականության փոփոխությունների հետ մեկտեղ դրանք էլ կատարվեն, իհարկե, եթե խոսքը այնպիսի հրատապ միջամտության մասին չէ, որը հենց հանրային շահն է ենթադրում, որ օր առաջ ընդունվի, չբացառենք նաեւ այս տեսակ երևույթներ։ Շատ լավ, ձեր թույլտվությամբ մեր հաղորդման վերջի մի քանի րոպեները օգտագործելով, ես ուզում եմ գանք մեր էլի հաղորդման հասցեատերին փոքր ու միջին բիզնեսին։ Ասում չենք կարող էլի ձեր ներկայությունը օգտագործել հենց խոսել այլընտրանքային հարկման ռեժիմի ու մասնավորապես այ հենց ձեր խոսքում ասացիք հանրային ասենք մեծ, չեմ համարում շատ մեծ, բայց հնչեղություն ստացավ, գիտեք, շրջանառության հարկի մեծ փոփոխությունը 24 թվականին, որ ընդունվեց ու 25-ի հունվարից ուժի մեջ մտավ։ Այդտեղ էլի ես իմ կարծիքը ունեմ, չեմ ուզում հիմա բանանենք, այնուամենայնիվ 50,000-ից ավել գերփոքր բիզնեսին վերաբերող նախագիծ էր, որը բացի ֆիննախի վերլուծական փաստաթղթից ինքը տենց խոր ազդեցության գնահատում չէր արվել։ Ու հետո դրանից հետո տարբեր այդ թվում պաշտոնյաների, падգամավորների կողմից լսում ենք, որ դա արտոնություն էր, այդ արտոնությունը պետքա վերացվի, նախ այդ հարցը ձևակերպեմ, խնդրեմ անդրադառնաք, այնուամենայնիվ, այսինքն շրջանառության հարկը, որը գիտեք, իր համանման անունով կիրառվում է ԱՄՆ-ում, տարբեր երկրներում եւ այլն, ինքը այլընտրանքային հարկման ռեժիմը եղել է դրված 16 թվականին, թե արտոնություն էր, որովհետեւ գոնե մենք հասկանում ենք, որ արտոնությունը այլ դրամաբանություն ունի։ Հետո 25 թվականի հունվարի, հուլիսի 1-ի դրությամբ մենք հարցում արեցինք ՊԵԿ-ի գործընկերներին ու այնտեղ տվել են ցուցանիշներ, որ մոտավորապես 17,000-ով ավելացան շրջարկ վճարողները, հուլիսի 1-ին հələ տարվա վերջի տվյալները չենք ուզել, այսինքն շրջարկ վճարողները ավելացան, ոչ թե պակասեցին, ընդ որում պարոն Պողոսյան, երևի դուք էլ ունեք հաստատ ինձանից ավելի լավ թվեր, այդտեղ ամենաշատը ավելացել էին առևտրի ոլորտի շրջարկ վճարողները։ Սա ենթադրում եմ, որ էլի տրոհման ու բանի մոտեցում ա եղել, որովհետև օրինակ արտադրողները ցավոք սրտի պակասել են։ Էլի վերադառնում եմ հղումանելով այդ որ ուզում եի տեսնել դոկտրինում, որ մենք արտադրողի մեջքին կանգնած ենք, հակառակն է։ Արտադրողների մոտ արդյունավետ դրույքաչափը բարձրացել է, ասենք, բանի ինչքան էր ստեղ 3.5-ից դարձել է 4.8%, առևտուրը 2.47-ից դարձել է 2.6 եւ հանրային սնունդն էինք առանձին ուզել 4.46-ից 5.6, այլ ոլորտները դե բնականաց դե ծառայություն բանա ամենաշատն է բարձրացել 5-ից դարձել է 8.3։ Նախ սրա մասով, որ կառավարության ղեկավարի կողմից էլի նշվում էր, որ եթե գրագետ հաշվապահություն անեք, հակառակը հարկի բարձրացում չի լինելու, բայց փաստերը ցույց են տալիս, որ լինելու է, ընդ որում մենք ի սկզբանե ասում ենք լինելու է, ֆիննախի փաստաթղթում էլ գրված էր, որ սա լրացուցիչ 18 միլիարդ եկամուտ է բերվում, էլի։ Երկրորդ հարցը սրան է վերաբերվում, այսինքն ոնց է գնահատում էլի, այս ռեֆորմը ստացվեց, ձեր ուզածին հասակ եւ այլն, եւ բնական է ամենահարցերի կարևորը վերադառնալով հարկային օրենսգրքում երրորդը այս ռեժիմը պահպանվելու է եւ եթե ունեք արդեն մոտավորապես տեսլական, ինչ ձևով է պահպանվելու կամ չի պահպանվելու։ Շնորհակալություն, պարոն Ավագյան, ես 3 հիմնական հարցադրում առանձնացրեցի, այսպես ամփոփելով փորձեմ դրանց հերթով անդրադառնալ։ Նախ հարկման այլընտրանքային համակարգերը իրապես այլընտրանքային են, թե արտոնյալ։ Այդ մերը որ գրված է։ Այո, բնականաբար մենք հարկային օրենսգրքով իրավական առումով թվարկել ենք, թե որոնք են արտոնությունները։ Եվ եթե նայենք իրավունքի տեսակետից հարկման այս կամ այն համակարգի գոյությունն ինքնին արտոնության տեսակ չէ որպես այդպեսին, բայց ըստ էության, այսինքն երբ որ կա մի հարկման համակարգ, որը գեներացնում է կամ առաջարկում է ավելի ցածր հարկային բեռ, ընդ որում այդ ավելին անգամներով ավելի ցածր հարկային բեռ է, քան հարկման ընդհանուր համակարգը, բնականաբար ընկալում է ձևավորվում շատ հիմնավոր այն մասին, որ խոսքն այստեղ ոչ թե այլընտրանքային,
այլ արտոնյալ հարկային համակարգի մասին է։ Իդեպ, այո, սկզբնապես միտքը եղել է այն, որ փոքր, գերփոքր մասնագիտական գիտելիքներ չունեցող, հմտությունների խնդիր ունեցող հարկվճարողների համար լինի պարզ հարկային հաշվառման մեղմ հարկային վարչարության միջավայր, լինի դա ժամանակին պարզեցված հարկը կամ ԱԱՀ վճարող չհամարվողների համակարգը, կհիշեք ժամանակին, այո, հաստատագրված վճարների համակարգը, արտոնագրային հարկի տարբեր փուլերում տարբեր համակարգեր են եղել, փորձարկվել իրենց դրական ու բացական կողմերով հանդերձ, հիմա էլ ունենք շրջանառության հարկի համակարգը եւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը։ Հատկապես վերջինս, ինչը եթե ոչ արտոնյալ համակարգ, որը բիզնես հարկերից ընդհանրապես ազատում է եւ ըստ էության աշխատավարձային հարկերն են եւ ներմուծման հարկերը, հա, այս կտորում։ Հիմա մենք ասում ենք, այո, սրանք արտոնյալ համակարգեր են եւ սրանց գոյությունը պետք է վերաիմաստավորել։ Պետք է բնականաբար գնահատել, արդյոք հնարավոր է չունենալ առհասարակ հարկման արտոնյալ համակարգ։ Մեր ընկալմամբ սա շատ զգայուն հարց է եւ պետք է շատ խնամքով գնահատել։ Պարզապես պետք է ունենալու պարագայում ունենալ այնպիսի համակարգեր, որոնք չեն ձևախեղում մեր հարկման համակարգերը, որովհետեւ միկրոձեռնարկատիրության պարագայում ինչ էր կատարվում։ Փաստացի դուրս էր գրում հաշվարկային փաստաթուղթ շատ զգալի ծավալներով, ստացողը շահութարկ վճարողներն էին, ավելացված արժեքի հարկ վճարողները, որոնք գիտեմ, այդ սահմանափակեցիք, ըստ էության դեֆորմացվում է շահութարկով հարկման բազան։ Ձեր այս առաջի կտորը, եթե էլի փորձեմ մի քիչ ավելի պարզ ձևով ներկայացնել, ապա ասում եք, որ իրավական տեսանկյունից դա այլընտրանքային հարկման ռեժիմ չի, արտոնություն չի, բայց կիրառության տեսանկյունից դա կիրառվել է որպես արտոնություն։ Եվ դուք ուզում եք փոփոխություն անեք, որպեսզի այդ այնպես անեք, որ նրանք հնարավորինս չլինեն կամ քիչ լինեն, որպեսզի դրանից օգտվեն իրական հասցեատերերը։ Մենք ասում ենք, այո, ճիշտ եք ասում։ Մենք խնդիր ունենք, ու այդ խնդիրը այնպես չի, որ միայն Հայաստանին է բնորոշ։ Ամբողջ աշխարհում էլ պետությունները քաղաքականություններ են անում իրենց սկսնակ եւ գերփոքր բիզնեսների համար եւ հայտնվում են եւ լինում են ոչ բարեխիղճ խոշորներ, որոնք իրենք ցույց են տալի, որ իրանք են այդ մի քանի եւ դրանով հանդերձ առաջնահերթորեն վնասում են իրական փոքրերին, որովհետեւ իրենց կողքը հայտնվում է։ Բայց այդտեղ իրական գերփոքրը չի մեղավոր, չէ, այսինքն այդտեղ իր խնդիրը չի, որ նրա պատճառով ամբողջ համակարգը վերացնում են։ Ընդ որում ինչքան էլ համեմատենք թե մեր մոտ թե էլի աշխարհում, դրանք մեծամասնություն չեն։ Այն հասցեատեր օրինակ այն փոքր արտադրողը, որը օրինակ այս վերջի փոփոխության արդյունքում ակնհայտ իր հարկային բեռը բարձրացավ եւ իր կողմից վարվող հարկերի հաշվառումը պարզից դարձավ բարդ, հա, չեմ ասում շատ բարդ, բայց հաստատ բարդ։ Հիմա եթե թույլ կտաք, Հանավակյան, բեռի մասին իհարկե առանձին կխոսենք, բայց մի այսպիսի հետաքրքիր միտք էլ կա։ Տեսեք, իրական փոքրերը կամ միկրոձեռնարկատերերը առավելապես աշխատում են ապրանքներ են վաճառում, ծառայություններ են մատուցում ազգաբնակչության, այսինքն քաղաքացիներին։ Գիտեմ, հիմա ասում եք business to customer մոդել։ Այո, ավելի մեծերը, նրանք շատ հաճախ լինում են խոշոր տնտեսավարողների հետ կապակցված կամ ի սկզբանե ստեղծված են որպես կապակցված ընկերություններ կամ պարզապես համագործակցության մոդել է ձևավորում դրանց միջև։ Առաջին դրվագը շատ ավելի վատ դրվագ է, երբ որ խոշոր կազմակերպությունը արհեստականորեն իր շուրջ ստեղծում է փոքր կազմակերպություններ, որ իրեն մատակարարումներ անեն, հարկային պլանավորում անեն, այո, քիչ հարկ վճարելով ծախսագրման հնարավորություն տան դիմացի կողմին, եւ եթե թվերի վերացենք այս ամեն խոսքը, տարեկան մինչև 40 միլիարդ դրամ կորստի մասին է հենց միայն այս սխեմաներով։ Եվ եթե օրինակ քննարկվելու է այդ գաղափարը բնականաբար շատ մանրամասն, որովհետև շատ բազմաշահառու ռեֆորմ կարող է լինել դա։ Օրինակ, եթե բոլոր այլընտրանքային հարկման համակարգերը դառնան այսպես կոչված B2C մոդելի տրամաբանությամբ եւ սպասարկեն միայն ազգաբնակչությանը, կարող է պարզվել, որ դրանից շահում է իրապես փոքր հարկ վճարողը։ Ինչու՞։ Որովհետև նրա կողքը չի հայտնվում մեկը, որը իրապես փոքր չէ, բայց իրացման շրջանառությունները թեր հայտարարելով եկել կանգնել է իր կողքը եւ դրանով իսկ անհավասար մրցակցության մեջ է մտել իր հետ, բայց սպասարկում է խոշոր ձեռնարկատիրության շահեր։ Հիմա ինչ վերաբերում է բեռին, տեսեք շատ հետաքրքիր է եւ ինչ ի նկատի ունի կառավարության ղեկավարը, որը արդարացիորեն նշել է այն մասին, որ գրագետ հաշվառում վարող եւ այստեղ գրագետ հաշվառում վարել ասելով մենք տարբեր առիթներով բարձրաբանենք, որ ի նկատի ունենք ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորող հարկ վճարողների համար ոչ միայն հարկային բեռի բարձրացում չկա, այլ լինելու է հարկային բեռի նվազեցում։ Ընդ որում, բնականաբար այս
թեզի հիմքում կրկին ընկած են վերլուծություններ եւ հենց ֆինանսների նախարարության վերլուծությունները եւ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այն գնահատականները, որը մենք ունեցել ու հնչեցրել ենք մինչեւ այս փոփոխությունները, կարելի ասել 95 եւ ավել տոկոսով համընկել են այսօրվա իրողությունների հետ։ Այո, եւ բերի առումով, որը շատ կարեւոր է։ Օրինակ առևտրի ոլորտում կհիշեք, հիմա չեմ խափել, որովհետեւ բեկից եմ ուզել ասել։ Չէ, ամեն ինչ ճիշտ է, բայց հիմա ես այլ տեսակյունից եմ փորձում ներկայացնել։ Այսինքն փաստացի, բայց անկախ նրանից, որ ասում եք կառավարության ղեկավար Արտարյանը ասում է դուք եք համաձայն, որ եթե գրագետ վարվի, բայց թվերով է ապացուցվում։ Ես հիմա կներկայացնեմ։ Բարձրացել է։ Այստեղ վերաբաշխումն է շատ կարևոր, որովհետեւ մենք ինչ արեցինք, պարոն Ավագյան, մենք ասացինք նախկինում նվազագույն հարկը, օրինակ առևտրի ոլորտում 1.5% էր, ոչ պակաս։ Հիմա մենք հնարավորություն ենք տվել մինչև 1% նվազեցնելու։ Ընդ որում զգալի հարկ վճարողներ իրենց առևտրական գործունեությունից հարկային բեռը նվազեցրել են ընդհանուր մինչև 1%։ Բայց դեռ 1%-ի դրվագը, եթե անգամ մի կողմ թողնենք, նախկինում մինչև փոփոխությունները նվազագույն 1.5%-ով հարկվում էր առևտրական գործունեությամբ զբաղվողների 37%-ը, շուրջ 9200 տնտեսավարող սուբյեկտ։ Ֆիքսենք, 37%-ը։ Ներկայում մինչև 1.5% դրույք հաճախով հարկվողների տեսակարգաշիրը հասել է 59%-ի։ Այսինքն եթե նախկինում առևտրական գործունեությամբ զբաղվողների 37%-ն էր կարողանում իր հարկը իջեցնել մինչև 1.5%, հիմա 59%-ն է կարողանում իր հարկը իջեցնել մինչև առել եք, չէ՞, իմ ասածը, որ շատացել են իրանք։ Ամեն ինչ հաշվի առած, այլ հավասար պայման, բնականաբար։ Այսինքն այդ կանխատեսումս ոնց որ ավելի դուք հիմնավորում եւ դրանց թիվը բացարձակ իմաստով 2 անգամ աճել է շուրջ 21200 հարկ վճարողի մասին ենք խոսում։ Այսինքն սա ինչ 2 անգամ, այսինքն 9200 եւ սա ինչի մասին է խոսում։ Հենց արդար հարկային բեռի արդար վերաբաշխման, ասում ենք նրանք, ովքեր ձեռքբերումները հիմնավորում են փաստաթղթերով, ըստ այդմ կառավարությանը հարկային մարմնին օգնում են, որպեսզի իրենց մատակարարները ստվերից դուրս գան, որովհետև եթե ես ինչ-որ բան ինձ մոտ որպես ձեռքբերում հիմնավորում եմ փաստաթղթով, նշանակում է իմ մատակարարը իր իրացման շրջանառությունն է հայտարարագրում։ Դրանով իսկ նրա մոտ, որը հիմնականում կամ խոշոր ներմուծող է կամ արտադրող է, ձևավորվում են հարկման բազաներ։ Լավ, այսինքն մեր թիրախում չի եղել փոքր բիզնեսը եւ արդյունավետ դրույքաչափը դուք ինքներդ հնչեցրեցիք, առևտրի դեպքում գրեթե չի փոխվել։ Գրեթե չի փոխվել 2.48-ից 2.0.12%, չնկատվող փոփոխություն է ընդհանրապես։ Բայց փոխարենը մենք ասել ենք այն հարկ վճարողները, որոնք որ կհամագործակցեն, ձեռքբերումները փաստաթղթերով կհիմնավորեն, ռեալ օգուտները կտեսնեն։ Բնականաբար կլինեն եւ կան հարկ վճարողներ, որոնց հարկային բեռը բարձրացել է, բայց եթե փորձենք պատճառը հասկանալ, պատճառը շատ պարզ է։ Նրանք շարունակել են իրենց նախկին վարքագիծը, այսինքն չեն սկսել ձեռքբերումները ավելի մեծ ծավալով, ընդ որում ձեռքբերումները ասելով դուք կրկին ես չեմ համաձայնում, որ դուք հարկային օրենսդրությունից հեռացել եք, արդեն կրկին մասնագիտական շեշտադրում եթե կատարենք, մենք փաստաթղթավորվող ծախսերի շրջանակն ենք շատ էականորեն ընդլայնել, այսինքն ոչ միայն վաճառքի ենթակա ապրանքների գծով փաստաթղթեր ունենալու մասին, այլ բազմաթիվ ծախսեր սկսած կոմունալներից, աշխատավարձերով, վերջացրած բոլոր իրացման ու վաճառական ծախսերը։ Չեմ ուզում մոտս հարցերը կուտակվի, բայց ուզում եմ հասցնենք երրորդ հարցին էլ պատասխանեք նոր հարկային օրենսգրքում այլընտրանքային հարկման ռեժիմների մոտեցումը էլի։ Ինչ որ չափով ես պատասխանեցի, այսինքն ակնարկեցի, որ մենք վերաիմաստավորելու ենք։ Նախ մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ ունենանք միայն մեկ այլընտրանքային, տվյալ դեպքում արտոնյալ։ Ինքը կշարունակի մնալ արտոնյալ, որովհետև ես հեռու եմ այն մտքից, որ մենք կարողանանք նախատեսել նույն ավելացված արժեքի հարկի կամ շահութարկի հանրագումարային բեռին համապատասխանող բեռ կամ գուցե ունենանք երկմակարդակ, այսինքն միկրոձեռնարկատիրության նման պարզունագործունեության տեսակների համար ինչ որ մի խորհրդանշական բեռ կամ առանց դրա պարզ միջավայր, որտեղ մարդիկ կարող են անհոգ աշխատել, նույնիսկ մտքեր կան այն մասին, որ նրանց հարկը ինքնաշխատ, հաշվարկվի ինքնաշխատ, վճարվի, որպեսզի ընդհանրապես առնչություն չունենան որևէ վարչարության հետ։ Գուցե լինի մեկ այլ մակարդակ, որտեղ պետք է հասկանալ ինչ բեռ առաջարկել, ինչ մոդել առաջարկել, բայց օրինակ ինձ շատ հետաքրքիր է թվում այդ B2C տրամաբանությունը։ Այդ լավն է, պարոն Պողոսյան, բայց ինքը իրականում ես հիմա էլի մոտս կուտակվում է շատ հարցեր, բայց հաշվի առնելով ժամանակը սահմանափակ է,
չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, բայց այդտեղ օրինակ մի հատ բարձ օրինակ բերեմ, կարող ենք հետո քննարկել թեկուզ մասնագիտական այդ հայեցակարգը։ Օրինակ մենք ունենք հյուրատների բանը, ոլորտը, որը ահագին զարգացում ապրեց, ընդ որում ի պատիվ նաև նախկինում գործող ՓՄԶ զարգացման ազգային կենտրոնի, որտեղ իրանք տրեյնինգներ արեցին, սովորացրեցին այդ մշակույթը եւ այլն, ասոցիացիա ձևավորվեց հյուրատների բան, որը հիմա չեմ իմանում ոնց են գործում են թե չէ, բայց ասենք իրանք մշակույթը ինքը ինչ էր, սկզբից B2C էր, այսինքն հետո իրենք սկսեցին մի փոքր զարգանալ եւ սկսեցին B2B անել։ Ինչու՞, օրինակ ըստեղից հյուր սերվիս կամ ինչ-որ բան սերվիս մատուցողները, երբ որ ծախում էին փաթեթ, իրենք նաև ծախում էին այդ, ասում էին սա հյուրանոց, սա հյուրատուն կամ բնակավար կար, որ հյուրանոց չկար, ինքը ուզեց շուրեր, պետքա այդտեղի հյուրատնից օգտվել։ Հետևաբար այն մարդը բար ինչ էր անում, ինվոյս էր գրում այդ բանին, տուրիստական ընկերությանը եւ դա աճի առաջի լեվելն է։ Երբ որ դա սահմանափակում ենք, ոնց ասում ենք, всё դու աճել ես, որտեղ երկու հատ արդեն հաշի ֆակտուրա ենք տեսել, որ դու գրել ես բան։ Այս բարձրապես օրինակ եմ բերում, որ շատ տեղին օրինակ եք բերում իդեպ, բայց կարելի կարելի է այդտեղ ճկուն լինել, բանավական, այսինքն ոչ թե դուրս մղել հարկ վճարողին իր համար նախատեսված այլընտրանքային միջավայրից միայն նրա համար, որ 1 կամ 2 հաշիվ է գրել բիզնեսին, այլ պարզապես բիզնեսին ասել, որ այդ 1-2 հաշվի վրա ծախսագրումներ չես կարող կատարել, մինչև որ այս տնտեսավարողը, որը այլընտրանքային ռեժիմում է, կգնահատի իր համար, որ ավելի լավ է ինքը տեղափոխվի մի մակարդակ բարձր, բայց աշխատի բիզնեսի հետ, քան մնա Ընդհանրապես օրինակն եմ բերում, որ այդտեղ տրամաբանությունը հասկանում եմ, բայց այդտեղ շատ ոլորտներ կա, որ էլի հետ գան, եթե դոկտրինում զբոսաշրջությունը կարևոր է, պետք է զբոսաշրջության ժողովուրդը գան, ասեն հանգիստ մեզ չկա։ Կիսում եմ ձեր տեսակետը։ Եթե արտադրողը կարևոր է, օրինակ տեսեք, մենք առևտրին անդրադարձանք թվերի լեզվով, այո 0.2%-ային կետով, բայց իմ խոսքում էլ ասել, արտադրողների մոտ հակառակն է եղել։ Իրանք ընդ որում կհիշեք, մենք այդ նույնիսկ այդ բողոքի ակցիաների ժամանակ այդ օրինակը ձեզ բերել եմ, երբ որ աջակցության ծրագիր եղավ կառավարության, արտադրության ոլորտի համար մենք այդ չարեցինք էլ այդ ծրագիրը, որոնք պատշաճ, օրինակ ունեինք դեպքեր հենց մեր ասոցիացիայի անդամ, որոնք անցած տարի պատշաճ ներմուծել էին, ապրանքներ ունեին հաշի ֆակտուրաներ, որոնք չթողեցինք նվազեցվեն, էլի։ Ասած ասենա, որ բաներ կան, որոնք տենց անդրադառնում եք շատ նորմալ է, բայց այդտեղ քննարկման առիթ կա։ Տեսեք, օրինակ, այս մի թիվը հնչեցնեմ 2025 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատությամբ արտադրական ոլորտից հավաքագրված շրջարկը աճել է ընդամենը 3%-ով, այսինքն այստեղ մենք չենք ունեցել։ Իհարկե քիչ են տեսակարգը։ Իրանք ընդամենը այդ խեղճերը մեր ՓՄԶ-ի 10-12%-ն են։ Դրա համար այդ թիվն է։ Ես ասում եմ բացարձակ թվերով 3.5%-ը իրանց դարել է 4.8, այսինքն ի տարբերություն առևտրի ոլորտի։ Մենք ունենք դեպքեր, որ շատերի համար 3.5-ը իջել է 3, որովհետև ամբողջ հումքը, օրինակ, հացաթխման արտադրություն, երբ որ ալյուրը ձեռք է բերվում փաստաթղթերով, բնականաբար հոսանքը փաստաթղթավորված է, հասկացա, սա ես վերցրել եմ ամբողջ պատկերը, էլի։ Իհարկե, բնականաբար է 18 միլիարդը ինչ որ տեղից պետք է ձևավորվեր եւ մենք բազմապես հայտարարություն այն մասին է նստելա ծառայության եւ հանրային սննդի վրա։ Ճիշտ է, որովհետեւ այդտեղ նաեւ որովհետեւ այդտեղ է ամենամեծ հնարավորությունը փաստաթղթեր դուրս գրելու բիզնեսին, որտեղ ծառայությունները վերահսկելի չեն, հետագծելի չեն եւ ամենամեծ խնդիրը հենց Պարոն Պողոսյան, մի հարցել ասում եմ, այս պետքա տա այս հարցը, այս նույն շրջարկի փաթեթի ժամանակ ես գիտեմ, որ քննարկվում էր նաեւ բանկային ոլորտը իր շահույթը հարկելու տարբերակ, այսինքն երկու նախագիծ էր քննարկվում կառավարությունում եւ այդ նախագիծը կարծես թե ընդհանրապես դուրս եկավ քննարկումից, չգիտեմ, կարող է ինձ ուղեք, որ դա դեռևս կա Ընդ որում ես հիշում եմ, որ դա բանկային ոլորտին քանի բանկ ունենք, 15-14 չեմ հիշում, մոտավորապես այդքան տնտեսավարողի էր վերաբերվում, հա, քաղաքական իմաստով եմ ասում, էլի, նույնիսկ ասենք, ու ավելի շատ հարկային եկամուտ էր, եթե չեմ սխալվում, 18 միլիարդի փոխարեն դե մոտ 40 միլիարդի եկամուտ կգեներացվեր, եթե ընդունվեր այդ նախագիծը Բայց դա դուրս եկավ 50,000 գերփոքրին վերաբերվող 18 միլիարդով նախագիծը բանը։ Ընդհանրապես այդ ինչու տենց եղավ ու արդյոք այս նոր հայեցակարգում այդ տենց բան գոնե կա, որովհետև բանկային ոլորտը արդեն երկրորդ տարին է, եթե չեմ սխալվում, տենց նկատնում շահույթով տենց ոլորտը լավ շահույթով փակում է ու դա էլի բոլորիս ջանքերն է, այսինքն նույն մեր քաղաքացիների ՓՄԶ-ների Շատ ճիշտ եք նկատում, պարոն Ավագյան, բանկային ոլորտին վերաբերող հարկային քաղաքականության միջամտության հարցը ընդ որում
տարբեր առաջարկներ կան այլընտրանքային, օրակարգային է, դրանք քննարկվում են եւ ես կարծում եմ, որ այդ այլընտրանքային առաջարկներից մեկը անպայմանորեն կիրագործվի։ Այստեղ հարցն այն է, որ բանկային ոլորտը ունի մի առանձնահատկություն այն իմաստով, որ ծառայությունները ավելացված արժեքի հարկից ազատված են, իսկ ծառայությունները երկու խմբի են բաժանվում՝ տոկոսային եկամուտ ենթադրող եւ ոչ տոկոսային եկամուտ ենթադրող։ Հատկապես ոչ տոկոսայինների պարագայում դժվար է հիմնավորել, թե ինչու պետք է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն լինի։ Իհարկե, ին խոսքը այո, այն մասին չէ, որ անպայմանորեն պետք է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը վերացնել։ Գուցե դրա փոխարեն լինի մեկ այլ այլընտրանքային միջոց, որովհետև միջազգային պրակտիկայում տարբեր լուծումներ կան, այդ թվում շահութարկի դրույքաչափի տարբերակում, շահաբաժնի դրույքաչափի տարբերակում։ Գիտեք, որ մենք մի առանձնահատկություն ենք մեր օրենսդրությամբ, օրինակ հնարավորություն ենք տալիս շահաբաժնից վճարված հարկը վերաներդրման պարագայում հետ ստանալ, գուցե լինի այս մասով որոշակի առանձնահատկություն, այսինքն կարճ եթե ամփոփեմ, հարցը այս կամ այն ձևով առաջ տանելը օրակարգային է, պարզապես այս պահի դրությամբ չեմ կարող վստահաբար հայտարարել, թե ինչ ուղղությամբ կգնանք, գուցե հենց հարկային քաղաքականության հայեցակարգով էլ նախանշվի այն ճանապարհը, որով պատրաստվում ենք գնալ։ Շատ լավ, ցավոք սրտի մեր հաղորդումը մոտենում է ավարտին, պարոն Պողոսյան, բայց ես այնուամենայնիվ այս մասով կխնդրեմ ասում ձեզանից խոստում կորզել, որ այդ փետրվարի վերջ որ լինի այդ հայեցակարգը, մի հատ է դրան փետրվարվերջ շրջանառելու եք, թե արդեն նախատեսում եք որ հաստատված։ Դա իմ գնահատականն է, անկեղծ, որ ոչ նախագիծը հավանաբար կբերվի մի վիճակի, որը կկարողանանք շրջանառել, առաջնահերթորեն կքննարկենք ֆինանսների նախարարությունում գործող եկամուտների քաղաքականության բարելավման ընդլայնված խորհրդում, որտեղ պատիվ ունենք նաև ձեզ տեսնելու, ձեր կառույցը եւ շատ ներկայացուցչական է մեր խորհուրդը, այնուհետ կքննարկենք նաև այլ շահագրգիռ կողմերի հետ։ Մենք շատ ենք ուզում եւ այդպես էլ անելու ենք, որ այդ փաստաթուղթը անցնի մասնակցային քննարկման բոլոր հնարավոր հարթակներով, որովհետեւ դա լինելու է նոր հարկային քաղաքականության հենքը եւ մենք դա պատկերացնում ենք որպես կայուն փաստաթուղթ, որը չի փոփոխվելու առնվազն առաջիկա 5 տարում։ Վատագույն սցենարով, եթե նույնիսկ այդ փետրվարին չլինի, այլ քննարկումները լինի, դուք ոնց եք նախատեսում, որ դրանից բխող փոփոխությունները 26-ի միջև վերջ լինի։ Ես էլի ուզում եմ մեր այս հարթակը օգտագործել որպես messaging, այսինքն ամբողջական արդեն հարկային օրենսգիրք նոր կամ ամբողջ փոփոխված հասկացա, որ նաև դրանից է փոխված, եթե այդ փաստաթուղթը լինի 26-ի աշնանը սպասի բիզնես համայնքը։ Կարծում եմ մի մասը առնվազն նախանշվող փոփոխությունների կիրացվեն 26-ի ընթացքում, հավանաբար աշնանը, նաև մտադիր ենք այդ փուլայնությունը նկարագրել այդ փաստաթղթում, որպեսզի նաև կանխատեսելիություն բերենք։ Ինչ հերթականությամբ լինելու։ Ինչ ժամանակային միջակայքում է այդ ամենը իրագործվելու, ինչ հերթականությամբ, ինչ առաջնահերթություններով, որպեսզի կանխատեսելիությունը իրապես կարևոր է, որպեսզի այդ հարցը հիմնովին լուծվի։ Ասում դրանց ասացի ու շեղվեցինք, խոստում կորզանք, որ գոնե այդ հայեցակարգի արդեն հաստատված, նկատում եմ քննարկումից հետո հաստատված, եթե դեմ չեք, ասում էլի մեզ մոտ հյուր գաք ու գոնե նախաճաշենք, որտեվ սա այս հարթակն էլ օգուտ է նաև օր առաջ ասես տեղեկանալու։ Սիրով, պարոն Ավագյան, շատ կներեք, շատ դեպքերում որ տեղեկացված էլ չեն լինում, չէ՞, մենք երբեմն նաև պետական հատվածի կողմից ասում ենք, դե առաջարկներ չեք ներկայացրել կամ նախազրույցին այսօր օրինակ մասնագիտական համայնքից հետաքրքիր օրինակ բերեցիք, բայց շատ դեպքերում լինում է դեպքեր, որ տեղյակ չեն ներկայացրել, այսինքն այստեղ նաև կարևոր է, որպեսզի այդ առաջարկները ձևավորվեն էլի կառուցողական, այսինքն միությունների ձևակերպված, առևտրի պալատի ասոցիացիաների եւ այլնի կողմից ձևակերպված ավելի ճշգրիտ։ Դրա համար նաեւ ժամանակ է պետք, էլի։ Սիրով, նույնիսկ ես ինքս կխնդրեմ ձեզ այդ հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար, հենց որ պահը հասունանա, որովհետեւ գիտեմ, որ այս հաղորդաշարը մեծ այսպես լսարան ունի, ընդ որում մասնագիտական լսարան պահանջված է եւ հաղորդակցությունը իրապես մեզ համար է շատ կարեւոր։ Իհարկե մենք տարբեր գործիքներով փորձում ենք հանրայնացնել մեր քաղաքականությունները, բայց այս հարթակը օգտագործելը իրապես կարեւոր է եւ կարծում եմ, որ մենք առաջիկայում կհանդիպենք ավելի կոնկրետ
իրողությունների շուրջ խոսելու համար։ Շատ լավ, ես էլ եւս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, որ ձեր բազմազբաղ գրաֆիկում մեզ համար տեղ գտաք։ Իրականում շատ հարցեր հնչեցին, որ գիտեք, ասում կուզենայի այտենց ձեր այդ մասնագիտական վեճի բռնվել, ասում մենք չնայած այդ առիթով տարբեր առիթներով այդ ունեցել ենք, բայց ասում չխախտելով մեր հաղորդման ձևաչափը, փորձենք ասում պահպանել մեր այդ խոստումը, արդեն հայեցակարգի մասով խոսենք։ Իսկ մեր ռադիոլսողներին հիշեցնեմ, որ 106.5 եթերում հարկեր турքեր կրքերներ, այսքան այսօրվա հարկեր турքերը, սպասենք հարկային օրենսգրքի նոր փոփոխության հայեցակարգին ու տեսնենք այս անգամ ինչ լուծումներով է գալի ֆինանսների նախարարությունը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Լավ եք։